Թուրքը իր լամուկին երբ հարցնում է, մեծանաս ինչ ես դառնալու, ասում է Էրմենի öldüren, նշանակում է հայ սպանող, դա նրանց մոտ պրոֆեսիա է, դա նրանց մոտ մասնագիտություն է։ Սամվել Բեգլարյանը կարծում է, Շահին Մուսթաֆայևին հատուկ է ընտրել Ալիևը ու նշանակել սահմանազատման հանձնաժողովի նախագահ, նա ուղղնուծուծով գիտի հայի թույլ կողմերը։ Ոսկե մեդալով ավարտել է, մեր Շահենն է, միամիտներս պետք է մտածենք, որ նա մեր Շահենն է, բայց նա Շահին Մուսթաֆայևն է, երդվյալ հայատյաց։ Եթե ազերիները Ալիևը տեսներ, որ նա հայամետ է, նրան նախարար կդարձներ, հետո էլ փոխվարչապետ, ինչ եք կարծում։ Դասընկերուհին հիշում է, որ Շահենի քույրն էր աչքի ընկնում հակահայկական, այն ժամանակ բոլորին մանկական թվացող ակցիաներով։ Հայաստան բառը Գյուլնարան համառորեն փոքրատառ էր գրում։ Շահեն այդպիսի անտակտություն չէր անի, քույրը կաներ, նրա մեջ ազգային ուժեղ էր։ Մուստաֆայև Շահինը, որը մենք Շահեն ենք ասում։ Նոյեմբերյանցի գրող դրամատուրգ Սամվել Բեգլարյանը պատմությունը սկզբից է պատմում։ Նախ ասում է նոյեմբերյան է եկել Շահինի պապը, Իսան։ Որ եղբորս տղեն գա հորթերդ պահի, քերուս տղեն գա ոչխարներդ պահի, եւ այդպես գյուղ են ստեղծում։ Այդպես էլ Իսան անասնապահությամբ զբաղվելու անվան տակ նոյեմբերյան է բերել որդուն Ավդլային, Շահին Մուսթաֆայևի հորը։ Հայերեն խոսում էին ընտիր, բոլոր ամբողջ ընտանիքը դրսում, բայց ընտանիքի ներսում ոչ մի բառ հայերեն։ Թուրք երբեք չի կարող բարեկամ լինել։